Ժամանակին նորմալ հոդվածներով են գալի, հիմա քիչ ծիծաղելի հոդվածներով է, ինչ-որ քրեական վարույթի շրջանակներում խոզարկություն են իրականացնում, դահակի պահանջները չկատարելու, չգիտեմ, սենց ինչ-որ անհասկանալի բանով, բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էին, չգիտեմ, քննչական մեծ խումբով են, ծիծաղելու այս ամեն ինչ, էլի լուրջ արգրավեցին տան զարդերը, որոշ կանխիկ գումար, սենց երեխեք իհարկե իրավունք չունեն, ես ընդհանրապես կարամ ասեմ, սա հերթական այս 7 տարիների հերթական հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է, դահակին ներգրավել են մի հատ պրոցեսի մեջ, դահակին ինչ-որ պահանջներ է ներկայացրել ապօրինի, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ տարական իրավունքները պաշտպանելու համար, այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործահարուցել, ուղարկել է քննչական, վարույթ նախաձեռնել, ասես մի հատ պրոցես է, որը նոր, մի քանի օրվա, հա, բայց պրոցեսը մի 3 ամիս է, ինչ-որ բզբզում էին, այս ընթացքում դահակի հետ կա այդ նամակագրությունը, ապօրինի պահանջ է ներկայացրել, չնայած դրան ասել ենք, որ նույնիսկ պահանջը ապօրինի է, այս ամեն ինչ իրավունքի հետ կապ չունի, սա հերթական հետապնդումն է, բայց նույնիսկ այդ շրջանակներում մենք չենք հրաժարվել, փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանումներ պահանջել, ամեն անգամ չեն կարողացել մեր տրված հարցերին պատասխանալ ու հերթական սենց ուղարկել են փորձել։ Համար հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Փաշինյանը պարբերաբար սպառնալիքներ էր, ինչպես որ գնալու են բոլորը։ Ես մտածում եի ավելի լուրջ գործերով կգան։ Լուրջ եմ ասում։ Օրինակ ժամանակին սահմանադրական կարգի տապալում, զանգվածային անկարգություն, սենց հոդվածներ էին դնում, հիմա այս ամեն ինչը ծիծաղելի է։ Ես իմ ընտանիքի անդամները նույնիսկ այսօր մեր տան շուններ իրան շատ ադեկվատ պահում իրավիճակին, այսինքն մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք ու այս մեթոդներով որևէ հաջողության չեն հասնելու, ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Այս ամեն ինչի մեջ շատ տհաճ է, առավոտ շուտ երեխեքը տունը, այս շատ տհաճ բան է, բայց իմ ընտանիքի անդամներն էլ դեռ չէ, բայց կարծում եմ կունենամ։ Չգիտեմ, մեղադրյալ այս պահին գործը հարուցված, դեռ կարգավիճակ չունեմ, հավանաբար չէ, կանչել են հարցաքննության, կփորձեն այդ ժամանակ։ Չգիտեմ, կպայմանավորվեն, փաստաբանների հետ կխորհրդակցեն։ Այս խմբով, դուք չեք պատկերացնի, այսինքն ամբողջ շենքով, բան, սենց ծիծաղելի է, էլի լուրջ եմ ասում։ Մեքենաների մեջ ինչ էին քննում։ Փող։ Լուրջ եմ ասում, այսինքն ծիծաղելի է, ինչ ասեմ։ 8-ին այն ինչ էին ասում, շնորհքով ներխուժել են, հա։ Օրենքի տարին համապատասխան։ Ինչ ասեմ, Ժողովուրդ ջան, այսքանը լավ մնացեք, էսի ես այս ամեն ինչին ես քննիչներին էլ ասում, մենք ամեն առավոտ սպասում ենք ինչ-որ մի հատ ուժային կառույցի հերթական ապօրինության։ Բոլոր հնարավոր միջոցներով իրավունքները մեր պաշտպանելու ենք, իսկ եթե մեկը հույս ունի, որ սրանից ընկրկելու ենք, նահանջելու ենք, չգիտեմ ինչ, ուղղակի լավ չեն ճանաչում ու կարծում ես 7 տարվա 8 տարվա անցած ճանապարհով պետք է արդեն իրենց եզրակացությունները արած լինեին, էլի։ Լավ մնացեք, շնորհակալ եմ։